1.5 տարի գաղտնալսելուց հետո է հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի մեղադրանք առաջադրել Վանաձորի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման եւ գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանին։ Այվազյանը պնդում է, իրեն պարբերաբար հետևել են ամենուր, թե աշխատասենյակում ու թե դրանից դուրս։ Այսինքն ես լինելով 2 տարի իրենց հսկողության տակ բոլոր տեսակներով եւ ձայնագրություն, եւ վիդեոնկարահանում, եւ հսկողություն ամեն օր, ամեն ժամվա, ոչ միայն կաբինետում, այլ փողոցում ինձ հսկելուց հետո իրանք պարզվել են, որ մի հատ չպարզված գործ կա, որը իհարկե չպարզված է կմնա իրանց համար, որովհետեւ դա այլ բան չկա։ Ուղիղ 2 տարի առաջ քաղաքապետարանի նրա ղեկավարած բաժնում խուզարկություն էին արել, որից հետո վարձակալական գումարների յուրացման կասկածանքով քրեական վարույթ հարուցել, բայց իրավապահներն իրեն ու իր ենթականերին մեղադրանք չէին առաջադրել։ Պաշտոնյայի պնդմամբ հիմքեր չեն ունեցել։ Միայն անցած շաբաթ հանկարծ իրավապահները եկել ու իրեն ձերբակալել են հենց իր աշխատասենյակում, բայց ոչ թե գումարի յուրացման, այլ կաշառքի մեղադրանքով։ Մարմինները, ովքեր ուսումնասիրում են իմ գործը, ըստ իրենց պարզել են, որ 2.5 տարի առաջ նկարահանված տեսաձայնագրության մեջ ի հայտ է եկել կաշառքի հնարավոր դեպք, որը, ասեմ, իմ հետ ընդհանրապես կապ ունենալ չի կարող, եւ մեղադրանքի մեջ մեղադրանքը, որ է ստացել եմ, գրված է չպարզված գումարի կաշառք։ Ինչու 2 տարվա վաղեմության փաստերն իրավապահները միայն այժմ են ջրի երես հանում ու չպարզված չափի կաշառք վերագրում քաղաքապետարանի բաժնի պետին։ Այվազյանին պատասխանել են, թե նոր են քննությունը սկսել։ Իսկ որևէ նոր փաստական տվյալ 2023-ից հետո չի առաջացել։ Հետևաբար, եթե կար որևէ դրվագ, դա պետք է լիներ 2.5 տարի առաջ, որը դա չի եղել ու հիմա էլ համոզված եմ, որ դա իմ հետ կապ չունի եւ հետագայում այդ ամեն ինչը կպարզաբանվի։ Արմեն Այվազյանը Վանաձորի 2021-ի ընտրություններում ապրելու երկիր կուսակցության ցուցակի 2-րդ համարն էր, բայց ընտրություններից հետո պաշտոն ստացավ Վանաձորի ժամանակավոր կառավարման շրջանում, իսկ նույն կուսակցությունից Ավագանի անցավ նրա կինը Լիլիթ Հովսեփյանը։ Ավագանու ընդամենը 2 մանդատ ունեցող խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն ասում է, Արմեն Այվազյանի պաշտոնի գնալն իրեն սրտով չի եղել ու կուսակցությունում որոշել են նրան ու ապրելու երկրի մանդատով Ավագանու անդամ դարձած կնոջը հեռացնել կուսակցությունից, անգամ առաջարկել են, որ մանդատը վայր դնեն։ Օրինակ, եթե ես լինեի եւ ունենայի տարաձայնություն, չի բացառում մարդենք կարող են ունենալ տարաձայնություն, հաստատ ես մանդատս վայր կդնեի, որովհետեւ դա ապրելու երկրի մանդատն է։ Իրենք ունեցել են իրենց կարծիքը, իրենք համարել են, որ այդ մանդատը իրենցն է եւ մարդիկ վայել են մանդատը իրենց ձեռքում, գործում են ըստ իրենց խղճի։ 4 տարի առաջ ընդդիմադիր ապրելու երկրի ցուցակով ընտրություններին մասնակցած Արմեն Այվազյանի աշխատասենյակում ուղիղ իր գլխավերևում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծադիր լուսանկարն է։ Հաստատում է, ընտրություններից հետո չի կիսել ապրելու երկրի քաղաքական գիծն ու այժմ իշխանության կողմնակից է։ Ես ընդդիմություն չեմ կարող լինել, ինձ իշխանական մարդ եմ համարում։ Իր դեմ առաջադրված կաշառքի մեղադրանքը չընդունող պաշտոնյան անուններ չի տալիս, բայց նաև չի բացառում, որ քրեական վարույթը քաղաքական ենթատեքստ ունի։ Ես չեմ բացառում քաղաքականը, բայց ես բացառում եմ այն, որ դա արված լինի հատուկ իշխանություններին օգնելու համար, որտեղ ի սկզբանե ես հայտարարել եմ եւ հիմա էլ եմ հայտարարում, ես իշխանություններին հակասող մտածելակերպ իրականում չունեմ այս պահին եւ ես կարծում եմ ավելի շատ դա արել են այն մարդիկ, ովքեր որ ցանկանում են, որ մեր քաղաքի զարգացումը որոշ ձևով որոշակի կանխվի։ Այսինքն ես չեմ կարող անուններ տամ, որտեղ ես եթե իմանայում նկատի ունեմ, անունով հաստատ կտայի։ Ավագանունից Վանաձորում վերջին անգամ 8 ամիս առաջ է տեղի ունեցել։ Եթե մինչև տարեվերջ չհաստատվեն հաջորդ տարվա բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը, ընտրությունների տարում իշխանությունները մեծ ծրագրեր իրականացնելու լուրջ խնդիրներ կարող են ունենալ։ Արմեն Այվազյանը հաստատեց, տեղի իշխանությունները արտահերթ նիստ դեռևս չեն նախաձեռնում, քանի որ քվորում ապահովելու խնդիր ունեն։ Իշխանականների ձայներն այս պահին բավարար չեն նիստ անցկացնելու համար։